Ողջույն սիրելի ունկնդիրներ, Բելգահայի եթերում առաջնագծում հաղորդաշարն է եւ ձեզ հետ է Արմինե Հարեյանը։ Հաղորդաշարի ընթացքում մենք ներկայացնում ենք մեր համայնքում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաեւ այն մարդկանց, ովքեր իրենց գործունեությամբ նպաստում են համայնքի մշակութային կյանքի ձևավորմանը եւ կայացմանը եւ ձևավորմանը։ Այսօր իմ հյուրն է AIB իվենթների կազմակերպման հիմնադիր Մարիա Հակոբյանյանը, որին բոլորը շատ լավ ճանաչում եք, ինչպես նաև շատ լավ տեղյակ եք իր Armo Get Together արդեն հանրահայտ միջոցառումների մասին։ Այսօր նորից խոսելու ենք միջոցառման մասին, նորից առնչվում է Armo Get Together-ի հետ, բայց մի քիչ ավելի ուրիշ կոնցեպտ ունի, որի մասին Մարիան մեզ կներկայացնի։ Բարև Մարիա ջան։ Բարև Արմինե ջան։ Հուսամ լավ ես, հանգստացել ես արդեն։ Խնդրում եմ մի երկու բառով ներկայացնես այս մյուս միջոցառումը, որը կոչվում է Armo Get Together Youngsters and Family, դա այսինքն ինչ է նշանակում։ Ուրեմն մեր Armo Get Together երեկոների ժամանակ որոշում են ընդունել, որ 16 տարեկանից ցածր երեխաները չթույլատրվեն, որպեսզի հնարավորություն տան ծնողներին, ընկերներին, մեծերին շփվելու առանց անհանգստանալու երեխաների համար եւ նաեւ որ քանի որ տեղի է ունենում բարերում, կաֆեներում, գիշերային կյանքում, դրա համար որոշել են որ դա լինի առանց երեխաների, բայց ես շատ հարցումներ էի ստանում, խնդրանքներ էի ստանում տարբեր ծնողներից, մամաներից, որ ասում էին, որ բալիկներն են ուզում մասնակցեն, բալիկներն են ուզում ծանոթանան իրար հետ միջոցառումներ եւ նաեւ մամաներն են։ Եթե կհիշես Արմինե ջան, կարծեմ անցած տարի ես կազմակերպել էի սպագետի party դոքսում, որը շատ լավ ընթացավ ու բոլորը շատ գոհ էին, վերջում բոլորս իրար հետ երգում էինք, ուրախանում էինք, բալիկները իրար հետ խաղում էին։ Այս անգամ ինձ հնարավորություն ընձայվեց կազմակերպել Share and Fun վայրում, որը իրենից ներկայացնում է 650 քառակուսի մետր ինտերակտիվ խաղասրահ եւ որը փակվելու է մենակ Բելգիայի ընկերների համար։ Շատ լավ, շատ հետաքրքիր է։ Նախ ասեմ, որ բոլորս շատ վառ հիշողություններ ունենք այդ Բոլոնիեզե այդպես ընկերության հանդիպման հետ կապված։ Նույնիսկ հենց այսօր բոլորը այդ մասին խոսում էին եւ ինչքան լավ արձագանքներ էին անում։ Կարծում եմ գաղափարը շատ լավն է եւ իրոք պակասում էր այդ մի մասը, որ նաեւ մարդիկ կարողանան ընտանիքներով, երեխաների հետ կարողանան գալ եւ թե օրն է տարբեր, ժամն է տարբեր, մի երկու բառով երևի ասես երբ, ժամը քանիսին։ Դե ինձ թվում է մեր հայկական համայնքի համար շատ բարդ է ընտրել մի օր, որ բոլորին համապատասխանի ու բոլորին ձեռք տա, որովհետև մեր հայ մամաները, պապաները եւ երեխաները շատ խիտ ծրագրեր ունեն, թե շաբաթ օրերը, թե կիրակի, ուստի պետք էր մի օր ընտրել ու շատ զրույցներից հետո ընտրվեց կիրակի օրը։ Ու դրա համար ես բանակցել եմ, որ մենք կարողանանք վայելենք այդ վայրը բավականին երկար ժամանակ, ժամը 1-ից մինչև 7:30 ընկած ժամանակաշրջանում, որպեսզի ով բարից առաջ կարա գա, ով բարից հետո կարա գա, ով ուղղակի կարող է գա մի ժամով, կես ժամով, 2 ժամով, 5 ժամով, բոլորը կարող են միանալ մեզ որ պահին, որ իրենց հարմար է։ 22-ը մարտի 22-ը Share and Fun, որը շատ հեշտ է հասնել, Գար Սենտրալ կայանի կողքն է, Բոզարի դիմացն է, այսինքն եթե գալիս եք գնացքով շատ հեշտ է, եթե գալիս եք մեքենայով, Ալբերտին պարկինգը հենց կողքում է գտնվում, որը բավականին Նաև մարտի 22-ը կիրակի է եւ նույնիսկ այդ առումով շատ հարմար է։ Այդ վերևը պարկի մոտ էլ կարող են կանգնել աստիճաններով իջնել, ամեն դեպքում կիրակի օրը ամենահարմարն էր, որտեղ շաբաթ օրը մարդիկ շատ ավելի միջոցառումներ ունեն։ Ինչ ասեմ, այնտեղ կա տարբեր ֆլեշետներ, տարբեր գոլֆ, մինի գոլֆեր, կարաոկե, ամեն տիպի խաղեր կան եւ կա մի փոքրիկ մաս, որտեղ ծնողները, երեխաները կարող են մի բան խմել, մի բան ուտել եւ իրար հետ ժամանակ անցկացնել։
շատ գայթակղիչ եւ իրոք հատկապես ընտանիքի համար, հատկապես Կիրակի օրը, որը արդեն ընդունված է, որ մարդիկ Կիրակի օրը ընտանիքով են սիրում դուրս գալ։ Մարիա, գիտեմ նաեւ, որ դու որոշ շատ լավ փաթեթներ ես բանակցել, հա, այդ տարածքի հետ։ Միգուցե դա էլ ասես, որպեսզի ծնողները հասկանան, որ միայն կարող են նաեւ շատ հետաքրքիր փաթեթներից օգտվել տարածքում։ Ասեմ, մենք ասում ենք ընտանիքների համար, երեխաների համար, բայց դա ընդհանրապես մեծերի վայր է, այսինքն իրանք տեղում 16-ից բարձր են ընդունում միայն, այսինքն բոլոր մեծերն էլ կարող են գալ, երիտասարդները 16-ից բարձր, ուղղակի ես նշել եմ, որ եթե 16-ից ցածր գան ծնողների հետ, որովհետև ինձ դժվար կլինի տեղում երեխաներով զբաղվել, այսինքն անհնար կլինի, դրա համար պետք է որ ծնողները կամ ինչ որ մի մեծ մարդ իրենց հետ գա, այնպես որ դա պարտադիր չի, որ դուք բալիկներ ունենաք, կարաք դուք էլ գաք բալիկի նման զվարճանակ, այնտեղ բոլոր տարիքների գալու ես, չէ՞ դու։ Այո, անպայման։ Ես էլ իմ մամայի բալիկներ եմ գնալու։ Ինչ ենք ուրեմն պայմանավորվել իրենց հետ, փաստորեն ըստ սովորույթի, ինչպես միշտ Armageddon Together-ը Բելգիայի մասին է մտածում, հա, Բելգիա մեր հիմնական ոնց որ կենտրոնն է ուշադրության, մուտքը լինելու է 5 եվրո, որի դեմ ստանալու են խմիչք մարդիկ, եւ տեղում ուրեմն պակեջները ըստ օրենքի տարբեր իհարկե համակցություններ կան, բայց դուք կարող եք գնել ոնց որ քարտ, որը լցոնվում էր 3 ժամով, ես պայմանավորվել եմ, որ դա օգտագործվի ավելի քան 3 ժամ, եւ այսինքն եթե իրանց իսկական գինը 20 եվրո է, մենք երեխաների համար կգնեն 15 եվրոյով, իսկ եթե մեծերի համար 25 եվրո կգնեն 5 եվրոյով, այսինքն 5 եվրո զեղչ կա փաթեթի վրա եւ ժամանակի առումով, եթե մեկին կան մինչեւ 7 խաղան, կարող են խաղալ։ Իրոք շատ լավ փաթեթներ են եւ շատ լավ տարբերակներ են, տարածքում նաեւ ուտելու հնարավորություն կա, մարդիկ կարող են, որտեղ ժամը 1-ից մինչեւ 7-ը բնականաբար մարդիկ ուզենան ինչ-որ մի բան ուտել տեղում եւ այլն։ Եվ խմելու, ուտելու եւ խմելու բոլոր հնարավորություններ։ Մարիա, իրոք շատ հետաքրքիր է, շատ լավ գաղափար է։ Այսպես ասենք, երկրորդ անգամն ես անում, մի քիչ ուրիշ բանով, արդյոք սա էլ կլինի շարունակական եւ արդյոք սա էլ կդառնա, այսպես ասած, մեր տրադիցիոն հավաքույթներից մեկը։ Ես ցանկանում եմ, որ դա տրադիցիոն դառնա, որովհետեւ պետքա խոստովանեմ, որ այդ Բոլոնիես երեկոյից հետո շատ մարդիկ ափսոսեցին, որ չէին եկել, ով որ եկել էր, ասեցին մար երբ ենք էլի նորից անում, ուղղակի ցավոք Արմինե ջան, ինքդ գիտես, ժամանակը չի ներում, որ ամեն ինչը հետևողական լինի, բայց շատ կուզենամ, որ գոնե մի 2-3 անգամ կազմակերպենք ու մի հատ շատ լավ տեղ ենք գտել, որտեղ կարող ենք բարբեկյու անել, հուսով եմ հենց եղանակները լինի, մյուս միջոցառումը Youngsters and Family կանենք բարբեկյուի միջոցով, որտեղ բոլորս կարողանանք իր հետ հավաքվենք։ Այնց որ հույսով եմ, որ այսինքն շարունակական է, հիմք հարցն անում է, թե քանի անգամ տարին։ Դեպի բնականաբար դժվար կլինի ամիսը մի անգամ անել, դժվար կլինի ավելի շուշուտ անել, բայց եթե իմանանք, որ կա այդ հաճախականությունը, կարելի է եղանակը սեզոնը մի անգամ անել, օրինակ գարուն, ամառ, աշուն, միգուցե նաև ձմեռ, չգիտեմ, բայց իրոք սեզոնային ապրես։ Իրոք շատ լավ գաղափար է եւ կարծում եմ բոլորը, այսինքն սա մի պակասող բան էր, հա, համայնքի մշակութային եւ սոցիալական կյանքում եւ այս պակասը լրացվում է նաեւ այս կերպ։ Շատ շնորհակալ եմ Մարիա քեզ, որովհետեւ դա իրոք փոքրիկ գաղտնիք ասեմ, որը պատրաստվում է, դեռ պատրաստ չի, դա լինելու է Armageddon Together Senior։ Senior, երբ որ արդեն կհասնի պայմաններ որոշ տարիքի մարդկանց կողմից, որոնք գտնում են, որ իրանց համար երեկոյան միջոցառումները մի քիչ ուշ են, ու իրանք կցանկանային որոշ տարիքի մարդկանց հետ հանդիպել, զրուցել, ինչ-որ գուցե ինչ-որ մի բանով զբաղվել, ինձ որ մշակվում է նաև Armageddon Together Senior Բելգիայի համար,
բայց դրա մասին արդեն հետո կխոսենք։ Իհարկե, ես իհարկե անհամբեր կսպասեմ, երբ որ դա կկոնկրետիզացվի եւ սիրելի ունկնդիրներ, խոստանում եմ ձեզ, դուք առաջինը կլինեք, որ կլսեք այդ միջոցառման մասին եւ դա իրոք շատ կարեւոր է, սենյորների մասին առավել եւս կարեւոր է։ Մարիա, ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ, որ ժամանակ ես գտնում, որ նաեւ քո այդ կրեատիվ միտքը օգտագործում ես համայնքի կյանքը, մշակութային կյանքը բազմազան դարձնելու համար եւ քեզ մաղթում եմ այնքան ուժ ու կորով, որ այս կյանքը միշտ այսպես շարունակվի, այսինքն դու միշտ կարողանաս ավելի հետաքրքիր առաջարկներով գալ դեպի համայնքը։ Շատ շնորհակալ եմ եւ քեզ մաղթում եմ մեծամեծ հաջողություններ։ Մերսի Արմինե ջան, ես եմ շնորհակալ քեզանից եւ Բելգիայից, որ դուք միշտ փորձում եք բոլորի միջոցառումների մասին զրուցել ու մեր համայնքը տեղյակ լինի բոլոր միջոցառումներից։ Շատ կարևոր է, որ մարդիկ իմանան եւ մարդիկ հետևեն, դե չեմ գաղտնիք չի որ ասեմ, որ մենք երկուսս էլ ուզում ենք, որ Բելգիայի անվերջ լինի, հավերժ լինի։ Այնց որ շնորհակալություն բոլորին, ով աջակցում է այս պրոյեկտին։ Շնորհակալություն, սիրելի ունկնդիրներ, եւս մեկ անգամ հիշեցնեմ, այս մարտի 22-ին Կիրակի օրը ժամը 13:00-ից սկսած Arno Get Together Youngsters and Family։ Եկեք ձեր ընկերների հետ, եկեք ձեր ծանոթների հետ, ընտանիքի եւ երեխաների հետ, եկեք բոլորս միասին անցկացնենք շատ լավ ժամանակ, սպասում ենք ձեզ մարտի 22-ին 13:00-ից սկսած, շատ հեշտ է վայրը գտնել, գախ Սանթխալ, կարող եք գալ տրանսպորտով, կարող եք գալ մեքենայով, կարող եք գալ հեծանիվով, ինչպես կուզեք, միայն եկեք։ Ես ձեզ ասում եմ ցտեսություն, իսկ դուք մնացեք Բելգահայի եթերում եւ վայելեք հայկական խոսքն ու երաժշտությունը հենց Բելգիայում։ Եվ հիշեք, ամենակարևոր պահերը մեզանից ընդամենը մի կադր են հեռու։ Կհանդիպենք հաջորդ եթերներում։ Ցտեսություն։